Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք լավագույնի եւ ամենավատի վատագույնի միջև ընտրելու հնարավորություն ունենք։ Տեսեք ինչ զարմանալի եւ հետաքրքիր իրավիճակ է։ Եվ մենք փոխանակ ամբողջ ազգով մտածենք լավագույնը ընտրելու հնարավորության մասին եւ դեպի դա գնանք, մենք առնվազն մնում ենք վատի ու վատարագույնի միջև, այսինքն ռուսի սապոգ թե թուրքի յաթաղան։ Իրականում չենք էլ ուզում եւ երբ մտնում ենք այդ փակողու մեջ, մենք չենք էլ ուզում հասկանալ, որ Ռուսաստանը թուլանում եւ հեռանում է մեր տարածքից։ Ուղղակի գնում է Ռուսաստանը, չի կարողանում մնալ։ Շատ է ուզում մնալ, բայց չի կարողանում։ Դրա համար մաս-մաս մեզ հանձնում է իր բարեկամ Թուրքիային ու հեռանում է։ Ես ինչու է Թուրքիային հանձնում, որովհետեւ չի ուզում որ արևմուտքը գա այստեղ։ Հակառակ բանական թե արևմուտքը եկավ այստեղ, ոչ Թուրքիային թույլ կտա, որ քիթը խոթի մեր կյանքը եւ մեր տարածքներ ու մեր իրավունքների դաշտ, ոչ էլ Ռուսաստանին թույլ կտա որ նույնը անի։ Եվ բնականաբար մենք Վրաստանի հետ միասին առնվազն կդառնանք քաղաքակիրթ աշխարհի մաս։ Հասարակ պարզ բան է, պետք է հասկանալ, որ ի վերջո սիրելի ժողովուրդ, Մերսեդեսը վաղուց է Ժիգուլուն հաղթել, էլի, չի կարելի է պարզ բաները չհասկանալ։ Ինչքան կարող ենք մենք դոփել այս տեղում, ես թաղված մնալ այս ճահիճի մեջ, այս ռուս-թուրքական փակողու մեջ։ Պիտի դուրս գանք սրանից։ Մենք պարարտանոց չենք, որ ուրիշները իրենց հողը պարարտացնեն մեզանով, մեր արյունով, մեր քրտինքով, մեր աշխատանքով։ Ինչքան կարելի է, քանի 100 տարի այդ վիճակում ենք եղել։ Առաջացել է բացառիկ հնարավորություն այս վիճակից դուրս գալու եւ այս տրամաբանությամբ պիտի աշխատենք։